Մարտունու շրջանի Բերթաշենի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը արդեն 3-րդ տարին է, ինչ զբաղվում է ծխախոտի մշակությամբ։ Այս տարի նախատեսել է հողատարածքները հասնել 20 հեկտարի։ Ասում է, աշխատուժի խնդիր չկա։ Հիմնականում համագյուղացիներն են, նաև հարևան համայնքներից են գալիս աշխատում։ 11-րդ դասարանի աշակերտ Հայկ Ղայամյանն օրինակ Աշանից է, 8 հոգուց կազմված այս խմբում թերևս ամենաերիտասարդն է։ Թութունը վարում ենք, ծափկա ենք տալիս, կանք կնդում, օրը 4000 դրամ ստանում եմ, ինձ գոհացնում է։ Մինչև դպրոց սկսել արդեն բավականին գումար աշխատեմ։ Աշխատողներից յուրաքանչյուրն արդեն մասնագիտացել է, 3-րդ տարին է, սածիլումից մինչև տերևաքաղ աշխատում են միասին։ Սածիլների հողին պահ տալու գործընթացը կշարունակվի դեռ 1 ամիս, այնուհետև մինչև նոյեմբեր կընթանա տերևաքաղը։ Ներկա պահին թութունի սածիլներն ենք վարում, հետո էլ կնդելու ենք։ Բոլոր աշխատանքները մեր ձեռքով անցկանում։ Վարչապետ Արա Հարությունյանը տեղում ծանոթացավ աշխատանքների ընթացքին ու հետաքրքրվեց աշխատավարձերով։ Խոստացավ, այս տարի լավագույն աշխատողները կխրախուսվեն, իսկ հաջորդ տարվանից ավելի բարձր կգնահատվի։ Ծխախոտի մշակությունը հեռանկարային է եւ շահավետ, նշում է գյուղնախարարը։ Առաջին հերթին դա ապահովում է ցանկաշրջանառություն, երկրորդ հերթին ինչպես տեսանք ինքը մեծ աշխատատեղերի հարց է լուծում եւ ունենք պայմանավորվածություն Մասիստաբակով ընկերության հետ, նրանց կողմից կառուցվել են չորանոցներ, որպեսզի հետագա մթերումը եւ վերամշակումը տեղի ունենա։ Այս տարի մենք ունենք ցանքսի տակ դրած մինչև 80-ից 100 հեկտար։ Երաշման մասով խնդիր չկա։ Օրինակ կիլոգրամը քանիսով են ընդունում։ Կիլոգրամը անցած տարի մեր վրա նստալա 76 դրամ։ Կանաչ վիճակում հատուցում ենք հավաքում ենք, բարձում ենք ավտոններն, տանում դեռ չորանոցներում իրակ թափում։ Բայց եթե մի քիչ բարձրացնին գները շատ լավ գնելի, մուքել կարին բանվորները աշխատավարձը բարձրացնին, տեխնիկան, բենեսալարկան թնգումա ավտոները իրենց գներն են բարձրացնում, տեղափոխման հարց կա։ Հողօգտագործողներից Յուրի Ազարյանը նույնպես արդեն մի քանի տարի է զբաղվում է այս մշակաբույսով։ Բերքի առումով ակնկալիքները միշտ էլ արդարացել են։ Եթե լավ մշակում ես, օրինակ անցյալ տարի մինչև 22 տոննա ստացման եք, 22 ցենտների ստացել եք բերք։ Մենակ դա որ տեխնիկան չի աշխատում, սա ձերքի աշխատանք է։ Ձերքի աշխատանքա ինչ եկամուտ գալիս է, դա կեսը համարյա աշխատավարձ է գնում։ Ծխախոտի մշակությամբ զբաղվող հողօգտագործողների հետ վարչապետի հանդիպումն առիթ էր առաջկա անելիքների շուրջ խոսելու, խնդիրներին ծանոթանալու եւ լուծման եղանակները միասին որոնելու, ինչն էլ կխթանի տվյալ մշակաբույսով հետաքրքրվողների թվի աճին ու ցանքատարածությունների ավելացմանը։ Հանդիպմանը ներկա հողի մշակները խոստովանեցին, պատրաստ են ընդլայնելու տվյալ մշակաբույսի ցանկատարածությունները, բայց ահա արկա որոշ հանգամանքներ խոչընդոտում են։ Օքեյ, չանեք պետք ցանկաշրջանառություն անեք, հող չկա։ Չիլնում էլ 2 տարի տալիս է մի հողում վարես, բայց 3-րդ տարին էլ չի տալիս։ Առաջի հերթին անհրաժեշտ է լավ հողակուտորն է, որ այսինքն իդեալնի ուղիղ հողակուտորի վրա այդ բույսը ավելի շատ լավ աճում է, թեքությունների վրա էֆեկտիվնի չի լինում, ու մեկ էլ ջուրը պաստայինի պիտի ջուր լինի։ Եթե այսինքն ջուրը աստված չարած մի շաբաթ պեն կտրում ասա պլանտացիան ուժը փչանում է։ Վարչապետ Արա Հարությունյանը նշեց, որ անհրաժեշտ է ծխախոտի ցանկատարածությունները ավելացնել եւ առկա 100 հեկտարը հասնել 200-ից մինչեւ 250 հեկտարի։ Խոստացավ, բոլոր այն հողօգտագործողները, ովքեր հայտ կներկայացնեն տվյալ մշակաբույսով զբաղվելու համար, համապատասխան հողատարածքներ կտրամադրվեն։ Այսօր ծխախոտի մշակությունը հիմնականում իրականացվում է ձեռքով, արտադրանքի ծավալների մեծացմանը խթանելու նպատակով չի բացառում, որ առաջիկայում այս բույսի մշակումը նույնպես կմեքենայացվի։ Մենք ուսումնասիրություններ ենք տանում միջազգային այն երկրներում, ովքեր զբաղվում են ծխախոտի լուրջ քանակի արտադրությամբ, տեսնենք ինչպես է նրանք մշակում։ Իհարկե, ես կարծում եմ հնարավոր է, որովհետև անհնար է այսօրվա 21-րդ դարում ամբողջությամբ կատարել ձեռքի աշխատանք։ Գենադի Երեմյան, Հայկ Բաբայան, օր